Ալեքսանյան այսօր գնահատելով իրավիճակը, նաև նախորդի իրավիճակը, ինչպես եք հավանում եք արդյոք շանսեր, ինչպես եք գնահատում Սամվել Կարապետյանի ազատ արձակման։ Ողջունում եմ նորից բոլորիդ։ Ուրեմն պամփոփեք երեկվա օրը ժամը 2:30, 2:45-ի սահմաններում դատը հետաձգվեց մինչ այս պահը, դատական նիստը արդեն սկսվել է։ Ինչ վերաբերվում է մեր գնահատականին, եթե գնահատականը լինի իրավական մասով, այդ մասով կարող եմ ասել, որ եթե իրավական գնահատական որևիցե մեկը եւ ոչ իրավաբան ոնց որ ես տամ, դա այն է, որ այս ամեն ինչի մեջ մենք չպետքա լինենք եւ Սամվել Կարապետյանը չպետքա գեթ 1 վայրկյան լիներ ձերբակալված կամ կալանավորված։ Ամեն ինչից անկախ չեմ վախենա այդ բառից, բայց հույս ունենք, որ դատավորը իր վճռի մեջ կլինի օրենքի սահմաններում եւ ոչ այլ միջնորդություններով, ոչ օրինական։ Փաշինյանը շարունակում է ճնշումների եւ գրոհների շարքը հայ առաքելական եկեղեցու դեմ, անտեսելով եւ սահմանադրությամբ ամրագրված կրոնական ազատությունը եւ ժողովրդի դարավոր հավատն ու արժեքները։ Ինչ կասեք հերթական գրոհի վերաբերյալ եւ հոգեվորականներ են ձերբակալվել, թեմի առաջնորդը անհետացել է։ Այսօր ինչպես բոլորս տեսանք, հերթական անգամ հարձակում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա եւ երկրի վարչապետի աթոռը գրոհած պահած մարդը ինչ է անում, որևիցե մեկը կարա բացատրի ինչ է անում։ Եթե մեր սրբազան հայրերը կալանավորված են ու որևիցե տեղ, որևիցե մեկը մտածում է սա ինչ որ քաղաքական խոսույթների պատճառով է կամ քաղաքականության մեջ խառնվելու պատճառով է, բա սա ինչի պատճառով է, սա ինչի համար է, ուր ենք գնում սենց, ինչի ենք լռում կամ ովքեր որ լռում են, ինչ են լռում, բարեփոխումները այսպես չեն անում, էսի խայտառակություն է, Ես ուղղակի չեմ կարա ես հանրային բառ գտնեմ, որ ասեմ այն էլ ձեր ներկայությամբ, թե սա ինչ է։ Ունենք եպիսկոպոս եւ 6 հոգեվորականներ, 8 արդեն 8։ Դե ինչ ասեմ ես։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, ուր ենք գնում։ Գնում ենք թուրքացման, գնում ենք ինչ եկեղեցին են ուզում փակեն, ինչ են ուզում արածելն այս մարդիկ, մարդ ասելուց էլ մարդ վատ ազգում, որ մարդ ասում։ Այս չի կարա շարունակվի։ Եվ այս ամեն ինչի մեջ ներողություն, եւ ես հայտարարում եմ ու ժողովրդին դիմում եմ մեր հայ ազգին, ասում եմ ժողովուրդ ջան, մեր միակ փրկությունը, մեր միակ քրիստոնյա մնալու փրկությունը Սամվել Կարապետյանի ազատումն է, Սամվել Կարապետյանի շուտապույտ ազատումն է, մեր մեջքին կանգնելա, որ մենք այս խայտառակությունից դուրս գանք ուղղակի։ Այսպես չի կարող շարունակվելու համատեքստում խոստացել եք հայտնել հավաքի մասին, տեղ, ժամ ավելի հստակեցնել, ունեք այս պահին ինֆորմացիա հստակ։ Հստակ որոշում կա, քիչ ավելի ուշ էլի այս ֆորմատով խոսք եմ տալիս, կհայտարարեմ այդ մասին։ Պարոն Ալեքսանյան, նաև սա այն քայլն է, որ շատերի մոտ կարծիք է առաջացել, որ այլևս մենք բռնապետական ժամանակաշրջանում ենք ապրում։ Դուք ինչ կարող եք ասել։ Մի քիչ շատ նուրբ բառ ընտրեցիք բռնապետական ասել, կարելի է մեր իրավաբան ընկերներին խնդրել, իրանք ավելի լավ միգուցե իրավական լավ բառ գտնեն, որ ասեն, այս բռնապետական չի, եսի ինչ է, այս խայտառակություն է, մարդ ոչ խոսելու իրավունք ունի, ոչ կարծիք հայտնելու իրավունք ունի, գնացել է եկեղեցի ինչ անենք, դուք ով եք դառը եկեղեցու դուռը փակեք, ով է եկեղեցու դուռը փակում մարդու դեմ, ով կարա իմ եկեղեցու դուռը իմ դեմ փակի, ես չկարողանամ մտնեմ եկեղեցի, Աստծուն խնդրեմ, որ այս վատ ժամանակներից օգնի, որ դուրս գանք, զենքով գնալ եկեղեցի, մասկով գնալ եկեղեցի, խոմ դուք հիվանդ չեք, չի կարելի, չէ։ Ես ես հավաստիացնում եմ, ներքին համոզմունք ունեմ, մեր ոստիկանները, այն մարդիկ, ովքեր որ երևի թե, բայց ներքին համոզմունք ունեմ, անկեղծ ասած, որ ճարահատյալ
գնում են այդ քայլերին, իմ կարծիքով ամաչած գլուխները բռնած են տուն մտնում, տնեցիք որ հանկարծ չիմանան։ Երևի այդ մասկեքը դնում են, որ տնեցիք չիմանան, որ իրանք են գնացել մտել եկեղեցի։ Իմ կարծիքով այդ տղեկներ սրտները տրաքում է, որ ուզած-չուզած այդ հրահանգները կատարում են։ Բայց այլընտրանք ունեն, չէ՞, պարոն Ալեքսանյան։ Իրավական մասով անկեղծ ասած Զարաջան, դուք էլ գիտեք, ես երկու բարձրագույն կրթություն ունեցող տնտեսագետ եմ, իրավական մասով չեմ կարող ասեմ, այլընտրանք ունեն հրահանգ անել կատարելու, թե չէ, այսօր անկեղծ ասած ընկերներից հարցրել եմ, всё-таки կարան չանեն, թե չեն կարա չանեն, զերծ կմնամ այս պահին մեկնաբանել Հանրահավաքի մասին էլ հանրահավաքի մասին քիչ 1.5 ժամից կասեմ։